որ ոչ միշտ են ճիշտ բաներ կրում, ես երեք այստեղ կառավարության նիստի եմ եղել, Գյումրիում չեմ եղել, տեղեկություններ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել, մամուլի կրառումն եմ տեսել, գնամ Գյումրի, կպարզեմ, կհասկանամ ինչ է տեղի ունեցել ու ինչի համար այդպես մեծ աղմուկ է բարձրացվել։ Զանգով չէ՞ կարող տեղեկանալ։ Զանգով կարող է տեղեկանալ, ինչքան որ զանգով տեղեկացել եմ, ճշտելու շատ բաներ կան ու լրատվամիջոցների ոչ միայն լրատվամիջոցների մեկ կրառումը, որ հիմք չի հանդիսանում, որ ես վերլուծություն անեմ, այնտեղ գնալու եմ տեղում հասկանամ ինչ խնդիր է տեղի ունեցել։ Գյումրիի հետ կապված այս պահին մենք ուզում ենք հասկանալ քաղաքապետարան կառավարման ինչպիսի վիճակ է, ով է կառավարում ինչպես իրականացնում, որտեղ ասում են էլի խնդիրներ են ստեղծվում ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված, հնարավոր է նրան եւս կանչեն հակակոռուպցիոն կոմիտե, այս առումով ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում։ Իմ ունեցած տեղեկություններով այդ հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտանից վարույթ էր սկսել, հասկանալու համար, թե համատեղելի են փեսա աներ քաղաքապետ, փոխքաղաքապետ հարաբերությունները, նաև մինչ որոշումը կայացնելը հրապարակելը առաջի տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում կամ դառնում է ավտոմատ ժամանակավոր պաշտոնակատար, որպես այդպիսին պարզաբանումներ չկան այդտեղ, թե այդ գործընթացն է, թե համատեղելի է, թե համատեղելի չի, այս պահին իմ ունեցած տեղեկություններով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը առաջի տեղակալն է։ Նպատակ դրել է քաղաքացիական պայմանագիրը, որ ամեն գնով իշխանությունը վերցնի, որովհետև տեսնում ենք, որ Վարդան Ղուկասյանի կուսակցության անդամներին հերթով կանչում են հակակոռուպցիոն կոմիտե կամ ընդհանրապես իրավապահ համակարգը նրանց հետ կոպիտ ասած ետևից է ընկել եւ ասում են, որ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մանդատների անհավասարություն լինի եւ կարողանաք իշխանությունը վերցնել Գյումրիում։ Ոչ ջան, այդ դեժավյու է մոդս, այդ նույն բանը մենք լրագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված, վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն կնով վերցնել, ամեն կնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն կնով իշխանություն վերցնել, իշխանություն վերցնող մի կին գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցության կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթաց է, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է, ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք իրանց քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որից ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ, քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում են։ Պարոն Արուշանյան, ընտրություններից առաջ 26-ի, երբ ըստ փորձագետների գործող իշխանությունը ամեն կերպ փորձում է շեզոքացնել ընդդիմադիր պատգամավորներին, Գյումրի, հետո Մասիսի քաղաքապետ, կարծում եք, որ համայնքապետերին, այսպես ղեկավարներին շեզոքացնելով բնակչության մոտ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը ավելանալու է եւ այդ մարդիկ, ովքեր օրինակ Դավիթ Համբարձումյանն են ընտրել կամ Վարդան Ղուկասյանն են ընտրել, 26-ի ընտրություններին ձեզ են ընտրելու եւ արդյոք դա չի արվում, որպեսզի վարչական ռեսուրսի հաշվին փորձեք, այսպես ասած, ձայներ կորզել։ Իրավապահ համակարգը գործում է ոչ
նախընտրական սկզբունքներով, մոտեցումներով իրավապահ համակարգը անում է իր աշխատանքը, իր համար մեկ եթե նախընտրական պրոցեսների վրա ինչքան է դա ազդելու կամ ընտրությունների վրա ինչքան է ազդելու, եթե որևէ մեկ օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել։ Այստեղ մենք դուք երկու քաղաքապետի անուն եք տալիս, լավ թող դառնա 3-4, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 1/3 ընդդիմադիր քաղաքապետեր են եւ քաղաքացիական պայմանագիրը որպես այդպիսի տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում իշխանություն չունի։ Նույն Գյումրիում, նույն Շիրակի մարզում էլ մենք ունենք ընդդիմադիր Համասյա համայնքը, էլի քաղաքացիական պայմանագիրը չէ, պնդել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանությունները համայնքապետերի հետապնդում են, որպեսզի հետ քաղաքական պրոցեսներում, ընտրություններում ձայներ կարողանան տանել, չի համապատասխանում իրականությունը, դե լուրերը Պարոն Ռուբինյանը այստեղ խորհրդանի ամբիոնից հնչեցրեց Դավիթ Համբարձումյանի անունը, որ տեսեք առաջինը ինքն է անդիմադիր է եւ նորմալ է, եւ հաջորդ օրը դատարանը որոշում կայացրեց կալանավորել է։ Ձեր հարցով մնացածներին է Սյունիքել են հասնելու, այսպես ասած, եւ փորձել են չեզոքացնել։ Այս ձեր դիտարկմամբ ես պետք է Համասյայի անունը չտայի, որովհետեւ մի հաջորդ տիգին Ջեմանա լինելու, դրա համար չեմ ցանկանում, բայց չեմ էլ ուզում շարունակեմ անուններ տալ, որ հետո մեկնաբանեք, որ պարոն Ռուբինյանը ազգային ժողովի փոխնախագահն է եւ ոնց որ ես իմի անուններ տվեցի, նույն ձևով պարոն Ռուբինյանն է անուններ տվել ու մեկնաբան, եթե ազգային ժողովի փոխնախագահան կարող է ամբիոնից անուն տալ ու իրավապահ համակարգը միանգամից գործ արձել, իդեպ գործը մի քանի տարի, ինչքան 7 տարի առաջվա գործ է, ուրեմն պարոն Ռուբինյանը կամ գուշակ է կամ լավ լիազորություններ ունի, որում վստահ եմ, որ այդքան չունի։ Մեր իշխանության մեջ որևէ մեկը լիազորություն չունի իրավապահ համակարգի, դատական համակարգի վրա ազդեցություն ունենալու եւ ցանկություն էլ չունի, որովհետեւ հեղափոխությունը նաեւ դրա համար է եղել, որ իշխանությունները չկարողանան ազդեցություն ունենան իրավապահ համակարգի եւ դատական համակարգի վրա։ Սարուխանյանի զոնքանչը Վարդան Ղուկասյանական էր, թե ԿՊԱ-ական ձերբակալել են, ինչ տեղեկություններ ունենք։ Պարոն Սարուխանյանի զոնքաճը քաղաքապետարանում աշխատել է, եթե չեմ սխալվում, 2019 թվականին, ես երբ որ փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ ենք աշխատել, պարոն Սարուխանյանի զոնքաճու, եկեք այստեղ պարոն Սարուխանյանի զոնքաճ չֆիքսենք, որտեվ եթե չեմ սխալվում, Տիգին Վարդուի է անունը եւ եկեք ֆիքսենք Տիգին Վարդուի, ոչ թե պարոն Սարուխանյանի զոնքաճ, որտեվ մինչեւ զոնքաճ լինելը երկար տարիներ ինքը Տիգին Վարդուին էր, ել եմ ասում, եթե չեմ սխալվում անունը, ինչ կապ ունի ում զոնքաճն է, ում աներն է։ Ինքը 19 թվականից աշխատել է քաղաքապետարանում, եղել է քաղաքապետարանի աշխատակից, այդ պայն ներսում է եղել, ինչ որ գործողություններ արել, որի մեջ չեմ էլ խորացել, որտեղ նաև իմ գործընկերն է եղել ինքը, իրավապահ համակարգը կպարզի հասկանանք ինչ է, այդտեղ նաև այլ կանայք կան, որոնց ցանկանում եմ շուտապույտ ազատում ու պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև ամեն դեպքում կանայք են, իմ համար շատ մեծ խնդիր է, որ կանայք հայտնվում են նման իրավիճակում։ Պարոն Արուշանյան, Վարդան Ղուկասյանին եւ իր հարակից շրջանակի ներկայացուցիչներին կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրանք է առաջադրված, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պնդել 37 թիվ է, նա քաղբանտարկյալ է, քաղաքալաստյալներ են, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հայտարարությունից։ 37 թվին չէ, 37 թիվ չէ, ես կասեմ 2012 թիվը կբերեմ օրինակ, 2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընդրված քաղաքապետ լինելով հրաժարականի թիմում գրեց դուրս եկավ, 2012 թվականին, եթե չեմ սխալվում, էլի եղավ քաղաքապետի ընտրություններ, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններում, էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին 4 մեր համակարգացիները եւ վիրավորվեցին ու կարելի ասել կես մարդ տարան այն մարդիկ, որոնք մեքենայի մեջ եղել են, այդ թվում Վարդան Ղուկասյանը 37 թիվը 2025-ն է, թե 2012-ը, տարբեր իշխանությունների ժամանակահատվածում։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ լիազորություններ ունեն, իրանց լիազորություն սահմաններում,
մասնակցում են ընտրություններին հաղթում են, միավորվում են իրար բոլոր ընդդիմադիրները, որևիցե մեկի հետ որևիցե խնդիր չի 37 թվի պարագայում, ասեցի ոչ թե 37, այլ 12 թիվը կլիներ ու որևիցե մեկը բացի մեզանից չէին մասնակցի ընտրություններին։ Հիմա մենք մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ որ մեր համայնքի ղեկավարների 1/3-ը, դե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղել է նախկինում երբևիցե նման բան։ Չեմ կարծում, որ եղել է, ես չեմ մտաբերում։ Չի եղել, որ ով ընդդիմադիր խոսք ասի, իր հետևից գնան, բերանը փակեն, տարբեր ոլորտներին է վերաբերվում։ Եվ քաղաքական գործիչներ, Ժորժ ջան, եկեք անկեղծ լինենք, գոնե մենք ինքներս մեզ հետ կամ լավ է մի անկեղծ չենք կամերաներն անջատելուց հետո վստահ եմ բոլորդ անկեղծ կլինեք։ Այն խոսքի ազատությունը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, ու շատ դեպքերում, որը խոսքի ազատություն չէ, կա լկտիություն է, մեծ բերանություն է, անտաստիրակություն է, երբևիցե չի եղել Հայաստանում։ Երբևիցե նման իրավիճակ, որ նույնիսկ քաղաքացիները դժգոհ են այդ չափից ավելի խոսքի ազատությունից, որ էլ եմ նշում ինչ բնորոշումներ կարելի է տալ ոչ թե խոսքի ազատություն, երբևիցե չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Ով էր կաշկանդված խոսել, ինչ էր խոսքի համար, Ոչ մի բան, չէ։ Չէ, կասեք Ասենք օրինակ սպանվում էին, օրինակ Ամենանդիմադիր թերթի լրագրողը դարձավ վարչապետ խմբագիրը, որովհետև ժողովուրդը հեղափոխության ժամանակ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին, տասնամյակներ շարունակ գործել է Նիկոլ Փաշինյանը, նաև բանտարկվել է Նիկոլ Փաշինյանը, նաև այլ մեքենան է այրվել Նիկոլ Փաշինյանի, շատ չեմ կարծում, որ այն ժամանակահատվածում, երբ որ եղել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, որ ապրել է նման հրաշք կյանքով ու այսպես խոսքի ազատություն է ունեցել, ոնց որ մի բան դիմադիրներ ունեն։ Ինչ ենք հիմա մենք բերում Ժորժ ջան։ Իշխանությունից առաջ, օրինակ Հայաստանում Ես չեմ ուզում, ես երբևիցե չեմ վախեցել, ես երբևիցե չեմ վախենում։ Բայց ամեն դեպքում, բայց ինչ։ Ազատ խոսք ասովի Ժորժ ջան, ես հասկանում եմ դուք որ դեպքի նկատի ունեք, պատարագը չի կարելի խանգարել, պատարագի ժամանակ քաղաքական ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին որևիցե աղոթք ու որևիցե պատարագ չհամարել կեղծ, որովհետև մենք հիմա էլ էստեղ որ ես սկսեմ աղոթել, չի կարող ես եկեղեցական չեմ, դուք եկեղեցական չեք, բայց եկեղեցու մեջ ես ոչ Ժորժ ջան, պատարագը ես ամեն դեպքում ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին, որովհետեւ պատարագ չհամարել կեղծ, որովհետեւ դա խոսքի առ Աստված ու այդտեղ հավաքված մարդիկ հաղորդակցում են Աստծո հետ պատարագի միջոցով։ Ժորժ ջան, քահանան չի ընդունել կարգալույծի կարգավիճակը, քահանան չի ընդունել կարգալույծի եղած կարգավիճակը, դրա համար էլ ինքը շարունակում է իրեն քահանա համարել, մենք էլ շարունակում ենք քահանա համարել, նույն բանն ենք ասում, նույնը չէ, որովհետև լավ գիտեք, խնդիրներ կան տարբեր, դրա համար մեկնաբանությունը ով է խուդացյանն է։ Ժողովուրդ արդեն ոնց որ կամաց ամփոփենք։ Ինչ։ Վաճառվելի գումարը, այդ մեր ներկուսակցական Ժորժ ջան, այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է, ասենք մենք հրաբարագում ենք, կարող ենք չէ չհրաբարագել օրինակ տեղյակ եք այլ ուժերի ու այլ կուսակցություններում նման բան կա թե չկա, տեղյակ չեք չէ, բայց գուցե եւ կա, գուցե եւ չկա։ Մենք բաց ենք, լինելով իշխանություն, մեր որտեղ գրած դիրքորոշումն է լինել բաց հասարակության հետ, նաև վարչության ընտրություններում, նաև այն բոլոր մեր ներքին որոշումները, որոնք կայացում են, մենք բաց ենք ու հրաբարակային ենք ժողովրդի հետ։ Փորձեք այլ կուսակցություններից ճշտել արդյոք իրենց ընտրություններն են նույն ձևով թափանցիկ լինում, թե իրենք վճարներ ունեն, թե չունեն։ Կարող է պարզվել մի հատ ուրիշ կուսակցություն
5 միլիոն դրամ է ենթադրենք։ Այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է, ովքեր որ ցանկություն ունեն մասնակցելու, կարող են մասնակցել, ամեն դեպքում ինքը վարչությունն է ընտրելու, կազմելու այնպես չի, որ հայտը ներկայացնելուց այդ կես միլիոնը կամ 1.5-ը մուծելու ես։ Հայտ առաջարկը ներկայացնում ես, ինքն առաջադրվում ես, եթե վարչությունը հաստատում է քո տեխնացությունը եւ դու ցուցակով մասնակցում ես ընտրություններին, ցանկության ունես կվճարես, մասնակցես, չես ունի, չէ, բայց դա անդամավճար է, ոնց որ ասենք, թե չենք մենք կուսակցականներս անդամավճար վճարում։ Այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է։ Հորդորեմ բաց լրատվամիջոցներին փորձել ճշտել այն կուսակցություններից իրենց ներքին որոշումները, որոնք շատ հաճախ գաղտնի են պայվում, հիմնականում գաղտնի են պայվում։ Ես եմ շնորհակալ։